եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Հիսուս իր աշակերտների հետ գնաց Փիլիպյան Կեսարիա գյուղերը։ Ճանապարհին աշակերտներին հարց ու փորձ էր անում Հիսուս եւ ասում էր. «Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով եմ ես»։ Աշակերտները պատասխան տվեցին եւ ասացին. ըստ ոմանց Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների Եղիա կամ մարգարեներից որևիցե մեկը։ Ապա նրանց ասաց Հիսուս. իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես։ Պետրոսը պատասխան տվեց եւ նրան ասեց. դու Քրիստոսն ես։ Հիսուսը խստիվ արգելեց եւ պատվիրեց, որ լռեն եւ ոչ ոքի այդ մասին չասեն։ Ապա Հիսուս սկսեց ուսուցանել աշակերտներին, թե մարդու որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետերից, դպիրներից, պիտի մեռնի եւ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Հիսուսը բացահայտ խոսեց այս բաների մասին։ Եվ Պետրոսը նրան մի կողմ տարավ, Հիսուսին սկսեց հանդիմանել Հիսուսին հենց Պետրոս։ Իսկ Հիսուս շրջվեց, տեսավ աշակերտներին, հանդիմանեց Պետրոսին եւ ասաց. հետևս գնա սատանա, որովհետեւ դու չես խոսում այն, ինչ Աստված է անում, այլ այն, ինչ մարդիկ են անում։ Ապա իր մոտ կանչեց ժողովրդին աշակերտների հետ եւ ասաց նրանց. եթե մեկը ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից, որովհետեւ ով ուզում է փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը ավետարանի համար, պիտի փրկի այն։ Ինչ օգուտ, եթե մարդը ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Որովհետև մարդը ինչ ցանում է, այն էլ հնձում է, ով ինչ իր խոսքերը ամոթ համարի, ինձ ամոթ համարի, ես էլ ամոթ կհամարեմ նրան երկնքում իմ հոր առջև։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստծո խոսքը երբեմն մեր հասարակության մեջ երեք այսօր եւ վաղը նույնպես կարիքը ունի մեկնաբանվելու, բացատրվելու, մեկնելու Աստծո խոսքը, որովհետեւ այսօրվա, երեկվա եւ նույնիսկ վաղվա մտածելակերպի համար մարդկային եւ աշխարհի տեսանկյունից Աստծո խոսքը շատ հաճախ նույնիսկ հակասական է։ Մեկ իրեն մի բառը, մի նախադասությունը մեկը մյուսին չի համընկնում, դա թվացյալ այդպես է։ Եվ տարօրինակ է, երբեմն Հիսուս բաներ է ասում, այսօրվա մարդը չի հասկանում, ինչի մասն է խոսքը։ Դրա համար եկեղեցին տալիս է, ես խոսում եմ առաքելական եկեղեցու եւ ավանդական եկեղեցիների մասին, ոչ աղանդների, որովհետեւ աղանդները, գիտեք, աղանդները, ոչ թե աղանդավորները, տարբեր բաներ են դրանք։ Մեկնաբանում են յուրովի եւ եկեղեցին աղանդներին, ինչ է ասում, չար աղանդ, նույնիսկ դավանանքի մեջ կա այդ մասին։ Հիմա, ինչի մասին էր այս հատվածը այսօր, որ կարդացի ձեզ։ Հիսուսը աշխարհի կարևորագույն բանի մասին խոսեց, հարցրեց իր աշակերտներին. ով եմ ես եւ ով է Հիսուս այսօր մեզ համար, անհատապես, ազգովի եւ համաշխարհային իմաստով, մեծ առումով եւ փոքր առումով, ով է Հիսուս այսօր աշխարհի համար։ Այսօր քեզ համար ով է Հիսուս։ Այսօր Հիսուս քեզ ասում է. ով եմ ես քեզ համար։
Եվ այս հարցը նաև վերաբերվում է ինքներս մեզ։ Մեզ հետաքրքիր է, թե մարդիկ մեր մասին ինչ կարծիք ունեն, եւ բնական է, մարդկային է, այս հարցումները առաջանում են հաճախ։ Ուրեմն շատերը կարծում են, թե Հիսուս Հովհաննես Մկրտիչն է, ոմանք էլ կարծում են, թե Հիսուս Եղիան է, որ եկել է աշխարհ։ Գիտեք, Եղիային հզորագույն կրակե մարգարեն, որը քարոզում էր ճշմարտություն, եւ հենց նույն Հովհաննես Մկրտիչը անվախ մարդիկ էին, քարոզում էին Աստծո խոսքը առանց վախենալու անգամ իրենց կյանքից։ Եվ Հիսուսը հետաքրքրվեց ինչ էին ակնկալում իրենից, ինչ էին մտածում իր մասին, թե եւ այսօր ով է Հիսուս մեզ համար։ Հիսուս միածին Աստծո որդին է եւ փրկիչը աշխարհի։ Հիսուս երեք այսօր եւ վաղը նույն եւ հավիտյան փրկում է յուրաքանչյուր մարդու, բայց եթե նա իր զավակն է, մկրտված է, իր ճանապարհով է ընթանում։ Ուրեմն Հիսուս հին աշխարհի մտածելակերպով, այսինքն Հիսուսի ժամանակակից մարդիկ հրեա իրականության մեջ հրեաները Հիսուսին տեսնում էին մի հզոր թագավոր, որ պիտի գա հզոր իշխան եւ իրենց հրեական թագավորությունը վերականգներ։ Այսինքն տեսնում էին մի զորահրամանատարի, թագավորի զորքով, զրահով պիտի հավաքեր յուրայիններին եւ վերականգներ հռոմեական կայսրությունից իրենց անկախությունը եւ թագավորությունը, բայց Հիսուս ավելին է, քան հրեաները կարծում էին։ Հիսուս ավելին է, քան այսօր մենք կարծում ենք, ով է Հիսուս մեզ համար։ Հիսուսը ոչ թե հրեաների թագավորն է, Հիսուսը ամբողջ աշխարհի քրիստոնյաների թագավորն է, միշտ եւ հավիտյան։ Այս հատվածի մեջ նաեւ մենք կարդում ենք, որ Հիսուս իր 12 առաքյալներին իշխանություն է տալիս մեղքերը կապելու եւ մեղքերը արձակելու։ Եվ այս իշխանությունը, երբ որ Հիսուս տվեց իր առաքյալներին, եւ սա փոխանցաբար անցավ, հասավ այսօր քրիստոնյա հոգևորականներին եւ Տիրոջ այս ստացած իշխանությամբ ինչ որ երկրի վրա կապեք կամ արձանքեք, Քրիստոս հաստատում է եւ հաստատելու է երկնքում։ Սիրելիներ, երբեմն մենք տեսնում ենք, քիչ առաջ նոր ասեցի այդ մասին, ինքնակոչ, ինքնահռչակ, Սուրբ Գիրքը ձեռքերի մեջ, թևի տակ դրած քարոզողներ, որոնք չունեն իշխանություն եւ չեն ունեցել իշխանություն մեղքերը կապելու եւ մեղքերը արձակելու։ Նրանք սուտ մարգարեներ են, ինչպես որ Սուրբ Գիրքը շատ հաճախ եւ հենց Պողոս առաքյալը ասում է զգուշ եղեք նրանց վարդապետությունից։ Ուրեմն սա այս իշխանությունը Հիսուսը տվեց հոգևոր դասին, իր առաքյալներին, եպիսկոպոսներին, քահանաներին այսօր եւ վաղը։ Այս հատվածում ուրեմն կարդում ենք սիրելիներ այն մասին, որ այն ժամանակ մարդիկ կարծում են, թե Հիսուս եկել է աշխարհի իշխանությունը, աշխարհիկ իշխանությունը վեր գտնելու, վերականգնելու թագավորությունը, որ հավերժական չէ, այլ Աստծո թագավորությունն է հավիտենական եւ հավերժական։ Հիսուս մարդուն չարչարանքի եւ խաչի ճանապարհով էր փրկելու եւ այդ մասին ինքը հենց այս հատվածում ասում է։ Հիսուս չէր եկել պարզ մի քաղաքական թև առաջ տանելու, այլ եկել էր Հիսուս ամբողջ աշխարհը փրկելու, հավիտենական թագավորությունը հիմնելու։ Եվ նույնիսկ այս հատվածի մեջ մենք տեսնում ենք Պետրոս առաքյալին, որը Հիսուսին ասաց. պետք չէ որ չարչարվես ու մեռնես։
Եվ հենց այս Պետրոսի խոսքերի հիման վրա Հիսուս ասում է Պետրոսին. հետևս գնա, սատանա։ Պետրոսի շուրթերով, շատ կարևոր մի բան, Պետրոսի շուրթերով Հիսուս դարձյալ ուրեմն մատնացույց է անում սատանայի այն խոսքը, հիշում եք անապատում Հիսուսը փորձվեց սատանայից, և սատանան Հիսուսին ասում էր, երկրպագի ինձ և աշխարհը կկառավարես, տեսնում եք ինչ է, այսինքն աշխարհի իշխանը Աստծո որդուն ասում է, թագավորների թագավոր կկարգեմ քեզ, միայն եթե երկրպագես ինձ, բայց Հիսուսը ինչ ասեց այն ժամանակ սատանային և նույն Պետրոսի բերանով հնչած սատանայի նույն ուղերձը Հիսուսը լռեցրեց։ Ուրեմն մարգարեական գրքերում սիրելիներ գրված է, որ Աստված ասաց. իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, ով մարդիկ, և ոչ էլ իմ ճանապարհները ձեր ճանապարհներն են։ Իմ ու ձեր տարբերությունը, ինչպես երկինքը և երկիրը, շատ տարբեր են։ Մարդու միտքը, մարդու մտածելակերպը և Աստծո խոսքը, Աստծո իմաստությունը շատ տարբեր են, ինչպես որ քիչ առաջ ասեցի, և Աստված մարդուց չի խորում երբևէ և գործում է Աստծո նպատակները, և Աստծո նպատակները ի տարբերություն մարդկանց հոգևոր են Աստծո խոսքը, և հոգու աչքով և մեր հոգով ենք ընկալում, զգում Աստված գիտությունը։ Այս հատվածի մեջ Հիսուս իր առաքյալների մի շատ ծանր բանի մասին է խոսում, որը նաև վերաբերվում է այսօր ամեն մեկիս։ Եթե մեկը ցանկանում է իմ հետևից գալ, ասում է Հիսուս, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և հետևի ինձ։ Նույնիսկ տարօրինակ բան է, ինչպես հրաժարվել անձինց։ Ուրանալ անձը, սիրելիներ, նշանակում է թողել սեփական ցանկությունները, ապրել Քրիստոսի խոսքի համաձայն, և շատ հաճախ մենք միայն մեզ համար ենք ապրում։ Քրիստոնյան ապրում է և պիտի ապրի Աստծո համար։ Նախ և առաջ յուրաքանչյուր քրիստոնյան պիտի ապրի Աստծո համար, նախ և առաջ։ Եվ դրա համար է, որ չափազանց դժվար է լինել իրապես քրիստոնյա մարդ, շատ դժվար է։ Խաչը վերցնել և հետևել Հիսուսին նշանակում է պատրաստ լինել Քրիստոսի համար անգամ նեղություն կրել հանուն Հիսուսի, նույնիսկ այդ խոսքի համար հալածվել։ Քրիստոնյան, ինչպես Պողոս առաքյալն է ասում, սպառազինված մի հզոր զինվոր է, թագով, վահանով, սրով, սրանք հոգևոր զենքերն են, և առանց խաչի չկա հավիտենական փրկություն։ Շրջվենք մեր ընթացքից, սիրելի քրիստոնյաներ, և քայլենք Հիսուս Քրիստոսի ճանապարհով։ Հիսուսը միշտ ճանապարհ է ցույց տալիս մեզ և ասում է. ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ինձանով է փրկությունը։ Սիրելիներ, այս հատվածում ընթերցված մենք տեսնում ենք, որ Հիսուս ևս մի տարօրինակ բանի մասին է խոսում։ Ով ուզում է իր կյանքը փրկել, պիտի կորցնի, բայց ով իր կյանքը կորցնի ինձ համար, Աստծո համար, կփրկի այն։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե քեզանից հեռացնես աշխարհիկ հաճույքները, քեզանից հեռացնես հպարտությունը, համբավը և պատիվը, կպահես քո անձը։ Իր կյանքը կորցնողը նշանակում է, որ ուրանալ սեփական եսը, սեփական էգոն
եսասիրությունը եւ հետևել միայն Քրիստոսին։ Իհարկե, սրա մասին հեշտ է խոսել, բայց այս մասին գործնականում դժվար է կյանքի կոչել եւ իրականացնել։ Մեղավոր կյանքը հակառակ է հոգևորին, հոգևոր կյանքը հակառակ է մեր մտածելակերպին, մեր աշխարհին։ Աստծո համար որքան հրաժարվենք մեղավոր կյանքից, այնքան Աստված մեզ ինչ կանի, կօրհնի, խաղաղություն կտա, կփրկի եւ կառաջնորդի մեզ։ Հիսուս ասաց. ես եկա աշխարհ, որ առավել կյանք ունենաք, որ ոչ թե մի կյանք ունենաք, այլ հավերժական կյանքի մասին է խոսում Հիսուս, առավել կյանքի մասին է խոսում Հիսուս, որ փրկիչն է աշխարհի։ Չխաբենք ինքներս մեզ, չենք կարող միաժամանակ Քրիստոսին հետևել եւ ապրել մեղավոր կյանքով։ Այս ընթերցումի մեջ, սիրելի քրիստոնյաներ, քույրեր եւ եղբայրներ, Հիսուսը խոսում է շատ կարճ մի բանի մասին, որ ասում է, որ կյանքը կարճ է։ Կյանքը կարճ է։ Ինչ ենք շահելու, որ ամբողջ աշխարհը շահենք, տիրանանք աշխարհին, բայց կորցնենք մեր հոգին։ Այս ժամանակավոր մի քանի տարվա մեղավոր կյանքը փոխենք հավերժական Աստծո տեսությունից, հարցնենք ամեն մեկս յուրովի եւ այս մասին մտածենք։ Ամբողջ աշխարհում ավելի արժեքավոր բան երբևիցե չկա եւ չի եղել, քան մեր հոգին։ Մեր հոգին անգին է։ Շատ անտեսված է հոգին, շատ անտեսված է հոգևորը, շատ անտեսված է Աստծո խոսքը, որովհետև հոգի է եւ փրկություն եւ շատ հիմար բաներ գալիս են առաջնային, երկրորդային դառնալու մեզ համար, քան հավերժական կյանքը, քան Հիսուսի ցույց տված ճանապարհը։ Մեր հոգին շատ ավելի կարևոր է, քան ամբողջ աշխարհի ամբողջությամբ վերցրված։ Հոգու կորուստը երբեք չես կարող վերականգնել։ Ամեն բան կարաս վերականգնես այս կյանքում։ Ինչ ուզում եք, ինչի անունը ուզում եք տվեք, կարող ես վերականգնել։ Հողը, նյութը, ամեն բան, բայց հոգիդ, երբ որ ինքնակամ քո կամքով դավաճանեցիր, երբ որ հոգիդ Աստծո առաջ ստորացրեցիր եւ կորցրեցիր, անվերականգնելի է սա։ Սա չի վերականգնվում։ Եվ քո ձեռքում է սա։ Կորցնես թե պահես։ Հիմա անգինը ո՞րն է։ Իհարկե հոգին, որը շատ ավելի վեր է, քան նյութական որևիցե բան այս աշխարհում։ Ուստի ինչ որ կորցնում ենք այս կյանքում Աստծո համար, Աստծո այև Աստված հազարապատիկ մեզ վերադարձնულ է երկնքում հավերժապես։ Սա Աստծո խոսքն է։ Սրան պետք է հավատալ։ Ամուր հավատք ունենալ սրա մասին, որովհետև մի քանի տարվա կյանքը ընդամենը զբոսնել է, չեմ ասում հյուրընկալություն այս աշխարհում, ընդամենը մի փոքրիկ զբոսանք է այս կյանքում հավերժական Աստծո թագավորության հետ համեմատած։ Ուրեմն մի բանի մասին շատ այստեղ եւս այս հատվածում Հիսուս խոսում է մի կարևոր բանի մասին։ Շատերս ամաչում ենք քրիստոնյա լինելու համար, հավատացյալ լինելու համար շատերը ամաչում են։ Երբեմն տեսնում ենք, որ պիտի խաչակնքվի մարդը, տեսնում ենք չի խաչակնքվում, որովհետև ամաչում է։ Տեսնում ենք մարդկանց, երբ որ հնչում է Հիսուսի խոսքը, գլուխները կախում են։ Տեսնում ենք, որ մարդը, որ երբևիցե կամ մի անգամ, երկու անգամ պատարագին գալիս է, որտեղ մարդիկ կտեսնեն, որ ինքը գալիս է պատարագին եւ ամաչում է։ Այս մասին Հիսուսը տեսեք ինչ է ասում։ Եթե այս կյանքում ամաչեք Քրիստոսի համար,
նա էլ կամաչի ամեն մեկիդ համար երկնքում Հայր Աստծո առջև։ Եթե ուրանանք Հիսուսին, գալու է օրը Հիսուսն էլ ուրանալու է մեզ, փոխադարձ է կյանքը, ուզենք թե չուզենք։ Սիրելի հավատացյալներ, իրական կյանքը ու ճշմարիտ օգուտը մարդու համար հոգևոր երես ունի եւ հոգևորն է, արտաքին մարմնավոր արդյունքները այդքան էլ նշանակություն չունեն մեզ համար։ Ում էլ պետք է այն մարդը, ով ունի արտաքին եւ մարմնավոր առավելություններ, բայց զուրկ է ներքին եւ հոգևոր ունակություններից, այդ մարդը բանի պետք չի։ Մենք տեսնում ենք փառավոր տեսքով մարդիկ, հսկա բոյով, գեղեցիկ, հագուստ, կապուստ, ամեն բան իր տեղում է, բայց երբ որ այդ մարդու հետ 2-3 բառ շփվում ես, տեսնում ես այդ մարդը բանի պետք չի, որովհետև ներսը դատարկ է, զնգում է, ընդամենը փուչիկ։ Բայց Հիսուս ասում է, որ գուցե դու այդ առավելությունները չունենաս, բայց ներսդ այնքան հարուստ լինի, որ հենց Աստծո համար ես դու կարևոր այս աշխարհում։ Եվ այս մասին սուրբերը հարստացած էին հոգևոր գանձերով, եւ բոլոր սուրբերը ներաշխար ունեին, ներաշխար, թեկուզ այնքան էլ տեսք չունեին արտաքին առավելություններ, բայց ունեին հզոր ներաշխար։ Հիսուսի համար հզոր ներաշխար։ Աստված, Աստծո արքայությունը, եթե մեր մեջ է, ուրեմն Հիսուսն է մեր մեջ։ Հիսուսը այնտեղ է, որտեղ կա Աստծո արքայություն։ Իրական քրիստոնյայի համար հարստությունը ներաշխարն է, լցված աստվածգիտությամբ, համեստությամբ, առաքինություններով, ներողամտությամբ, համբերատարությամբ, գթասրտությամբ եւ մի բառ շատ կարևոր է, որ այսօր շատ քիչ է հնչում մեր շուրթերից բարություն, բարի չենք, ավելի չար ենք, ավելի հեռացած ենք Տիրոջից եւ Հիսուսի կարևոր խոսքը ուզում եմ մեջ բերել, դուք եք երկրի աղը դուք եք քրիստոնյաներ, ասաց Հիսուս, հավատքով մարդը կյանքի համար համ տվողն է, համբերատար լինենք, որ համ բերի, համբերի, որ համ բերի, համը գալիս է համբերությամբ, աշխատելով քո վրա այժմ է միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տիրոջ խաղաղությունը բոլորիդ։ Եվ տուր մեզ համարձակած այն բարբարով բանալս բերան